դրա հետ կապված։ Չէ, Մասիվում ինչու է Ժորժան 2023 թվականին Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետը համոզում էր ինձ եւ ողջ հանրությանը, որ իրենք ունեն լուրջ վերլուծություն խցանումների հետ կապված։ Դիտեք։ Եմ ասեմ, որ իսկապես այդ գերմանական ավտոբուսները խոչընդոտներ են ստեղծել փողոցներում, նամանավանդ Մասիվում իսկապես շատ լուրջ խցանումներ են։ Չէ, ես ուզում եմ լսեմ արձագանք ասում են ուղղակի հա հաշվարկել ենք, բայց եթե խցանումներ է ստեղծվում, սա հստակ թեմայի մեջ է դրա Ղուկասյան, Երևան քաղաքում, եթե դուք կհիշեք դա, երթևեկում էին Իկարուսներ, եւ եթե Իկարուսները Երևան քաղաքի համար հարմարեցված էին, վստահեցնում եմ ձեզ, եւ 12 մետրանոց ման ավտոբուսները, եւ հետագայում 18 մետրանոց ավտոբուսները շատ լավ ծառայելու են Երևան քաղաքին։ Եվ դա եւ դրա հետ կապված։ Չէ, Մասիվում ինչու է Ղուկասյան, այդ մասով խնդրում եմ, դա հստակ վերլուծություն ունենք, կյանքի փորձից էլ է ելնում։ Բայց մի շատ կարեւոր հարց բաց թողնվեց։ Ժորժան, անցել է 3 տարի եւ տեսնում ենք, թե ինչ լուրջ վերլուծության արդյունք է այս խցանումները, այս փոսերը եւ մնացած բոլոր խնդիրները Երևանում։ Այսենց վերլուծություններով էլ հասանք այսօրվան։ Դե հիմա ասեք, իմ հարցը լեգիտիմ էր, թե չէ, արդարացված էր, թե չէ, մտահոգությունները արդարացված էին, թե չէ։ Ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ ասում եմ հետեւյալը, որ ձեր վերլուծությունը տապալվել է, պարոն Ավինյան։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, խնդրում եմ բաժանորդագրվեք իմեջին եւ գրեք մեկնաբանություններում, իսկ դուք ինչ եք կարծում։